Աշխարհաքաղաքական ճգնաժամային կլիմայական տարբեր գործոններով պայմանավորված վերջի ժամանակներում աշխարհի բազմաթիվ երկրներ անցում են կատարում պարենային անվտանգության ռազմավարությունների, այսպես ասենք, երաշխավորված ինքնաբավության մակարդակի ապահովման։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ պետությունները փորձում են զերծ պահել իրենց պարենային անվտանգության ներմուծումից կախվածության եւ տարբեր գործոնների ազդեցությունը դրա բնակչությանը ապահովելով համապատասխան անհրաժեշտ պարենամթերքով։ Այդպիսի երկրներից են շատերն են եւ այդ միտումը դա արդեն բավական լայն տարածում է սկսել Չինաստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Էմիրություններ եւ այլն, բազմաթիվ են այդ երկրները։ Եվ այստեղ պետությունները էականորեն վերանայել են իրենց պարենային անվտանգային ռազմավարությունները, մեծացնելով ինչպես պետական աջակցության ծավալները, այնպես էլ ձևերը եւ մասշտաբները։ Եվ դա բերել է նրան, որ այդ երկրները ունեն ռազմավարությունների երկու կոնտեքստ։ Առաջինով պետությունները փորձում են ապահովել պարենային անվտանգության ինքնաբավության համապատասխան մակարդակը, եւ երկրորդը, եթե երկրները նաեւ միաժամանակ պարենի առանձին տեսակների, ռազմավարական, ոչ ռազմավարական տեսակների խոշոր նաեւ արտադրողներ են աշխարհում եւ գին թելադրողներ են, ապա դա դարձել է արդեն ազգային անվտանգության, ոչ միայն ներքին կամ ոչ միայն տնտեսական անվտանգության խնդիր։ Եվ այս քաղաքականությունը շատ տարածվելու միտում ունի, խոսքը հատկապես վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած լոգիստիկ խնդիրների կամ կոവിഡ്ով պայմանավորված խնդիրներին արձագանքելու եւ կարծես թե զերծ են պահում իրենց անվտանգային ռիսկերից։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք այս առումով եւ քաղաքականության եւ ռազմավարության մեջ, թեև վերջերս է ընդունվել պարենային անվտանգության ռազմավարություն, այնուամենայնիվ բավական, այսպես ասենք, լուրջ անդրադարձ այդ ռեժիմների ապահովմանը չկա, նախատեսված չի եւ պարենային անվտանգության ապահովման ռազմավարություններով չի ֆիքսվում կամ գոնե չի նախատեսվում մեխանիզմներ, որոնք կապահովեն գոնե ստրատեգիական նշանակության պարենամթերքով ինքնաբավության մակարդակի, չասենք 100% ապահովումը, գոնե բարձրացումը։ Ընդ որում Հայաստանի պարենային հաշվեկշռով շուրջ 5 ստրատեգիական նշանակության ապրանքներ, իսկ եթե հանենք ստրատեգիական նշանակությունը, դրանք ավելի շատ են, բավական ցածր ինքնաբավություն ունի։ Խոսքը վերաբերում է ցորենի, բուսական յուղի, շաքարավազի, թռչնամսի, խոզիմսի, հատիկընդեղենային ապրանքներ ոլոր, սիսեռ, բրինձ, բնականաբար ինքնաբավությունը 0 է։ Եվ այս առումով ցավոք քաղաքականությունը թեև կա որոշակի միջոցառումներ պետությունը իրականացրել եւ իրականացնում է խթանելու ֆերմերային տնտեսություններին, այնուամենայնիվ այդ քաղաքականությունը, այսպես ասենք, համակարգված չի եւ ֆրագմենտային բնույթ է կրում։ Եվ այդ ապրանքներից յուրաքանչյուրի ցածր ինքնաբավությունը պայմանավորող գործոնները, դրանք առանձին են եւ մեկը մյուսի հետ կապ չկա։ Կամ կան գործոններ, որոնք որ բոլոր ապրանքների համար նման են, այնուամենայնիվ բոլոր ապրանքներին պետք է անդրադառնալ առանձին։ Ինչու եմ առանձնացնում այդ 5-ը, նորից հիշեցնեմ՝ ցորեն, բուսական յուղ, թռչնի միս, շաքարավազ, խոզիմիս, սրանք ամենօրյա, եթե խոզիմիսը հանած, ամենօրյա բնակչության սպառման ռացիոնի մաս են եւ ամենօրյա սպառում են ենթադրում, բայց օրինակ ցորենի ինքնաբավությունը վերջին տարիներին Հայաստանում կազմում է 24-25%, 23 թվականին 25%-ի մոտ է։ Դա նշանակում է, որ մենք բավական մեծ կախվածություն ունենք ցորենի ներմուծումից եւ տարբեր գործոններով պայմանավորված աշխարհաքաղաքական, էկոլոգիական, ճգնաժամային ամենատարբեր գործոններով պայմանավորված մենք ներմուծման խնդիրների առաջանալու դեպքում
անխուսափելիորեն բախվելու ենք գոնե հացամթերքի, հացի, պարենի այդ տեսակի ինքնաբավության կամ ապահովման խնդրի հետ։ Այսինքն ստացվում է, որ մեզ անհրաժեշտ ցորենի մեծ մասը, շուրջ 75%-ը ներմուծվում է։ Բուսական յուղի դեպքում վիճակը շատ ավելի տխուր է։ 0% ինքնաբավություն ունենք, մենք 100%-ով ներմուծում ենք բուսական յուղը Հայաստանի Հանրապետությունում սպառվող։ Իհարկե, հետանկախացման շրջանում ունեցել ենք որոշակի փոքր ծավալներով արտադրության փորձ կամ վերագործարկման փորձ, այնուամենայնիվ դրանք որակական գնային հատկանիշներով չեն կարողացել դիմանալ ներմուծված արտադրանքին եւ դուրս են մղվել շուկայից։ Շաքարավազի պարագայում մի քիչ ոչ ստանդարտ վիճակ է։ Նախ շաքարավազի ֆորմալ ինքնաբավությունը 2011 թվականից սկսած բավական բարձր է, 90% է, բայց վերջին 5-6, մի քիչ էլ ավել 2016 թվականից սկսած խիստ տատանողական է ինքնաբավություն, օրինակ 23, 22 եւ 21 թվականներին 40, 90, հետո նորից 40% է, սա պայմանավորված է մի քանի գործոններով, առաջի հերթին դա շաքարավազի համաշխարհային գնի եւ շաքարավազի հումքի համաշխարհային գների տատանողականությունն է եւ մեր արտադրողը, որը նաեւ խոշոր ներմուծող ընկերություն է, շուկայում գերիշխող դիրք ունեցող, այսպես ասենք, մեծ մասնաբաժին ունեցող ընկերությունն է եւ արտադրողը եւ ներմուծողը միակը լինելու հանգամանքը հենց բերում է այս վիճակին, որ երբ որ համաշխարհային շաքարավազի հումքի գներն են բարձրանում եւ ձեռնտու է ներմուծումը, դադարեցվում է արտադրությունը, ներմուծվում է, երբ որ շաքարավազի ներմուծումը ավելի պակաս ձեռնտու է հումքի ներմուծումից, տեղի ունենում հակառակ գործընթացը։ Այստեղ կա մի փոքրիկ ոչ մեծ կոմպոնենտ, նաև ներմուծված շաքարավազը Հայաստանում պարզապես փաթեթավորվում է, եւ դա դառնում է կարծես թե այսպես ճակերտավոր տեղական արտադրության շաքարավազ։ Այնուամենայնիվ, շաքարավազի հումքը ամբողջությամբ ներմուծվում է եւ այստեղ խոսել շաքարավազով ինքնաբավության մակարդակի անգամ ցածր բարձր էական չէ մասին, դա մի քիչ ֆորմալ բնույթ է, որովհետև հումքից ամբողջությամբ կախված ենք։ Իդեպ հումքից կախվածության մասով մենք մի շարք այլ ապրանքների, պարենային ապրանքների մասով նույնպես այդ վիճակն է։ Նույնը վերաբերում է նաև ցորենի։ Առաջի հայացքից ալյուրով մենք 100% ինքնաբավ ենք, բայց ալյուրի համար անհրաժեշտ ցորենը շուրջ 90%-ով ներմուծում ենք։ Տեղական արտադրության ցորենի միայն 10%-ն է մասնակցում մեր սպառած ալյուրի արտադրությանը։ Սա պայմանավորված է նախ որակով, տեղական արտադրությունը կարգով ավելի ցածր է, հետո դրանից ալյուրի երգով եւ այլն։ Եվ այս նաեւ գնային գործոններով եւ այս պարագայում ասել թե ալյուրով ենք ինքնաբավ, մի քիչ դառնում է, այսպես ասենք, մեղմ ասած, ոչ այնքան ճիշտ։ Հաջորդ ապրանքային երկու խմբերը, թռչնամիս եւ խոզիմիս ապրանքային խմբերը, թռչնամիսը լայն սպառում ունեցող ապրանքատեսակ է բնակչության սպառման մեջ, որովհետև նախ համաշխարհային միտումն է այդպեսին, սպիտակ մսի սպառումը գերակայում է այլևս կարմիր գույնի մսին, կարմիր մսին, սա համաշխարհային տրենդ է, երկրորդը թռչնամիսը մի քիչ ավելի էկոլոգիապես եւ առողջապահական նորմերով ավելի քիչ վնասաբեր է, դա է նաեւ բերել թռչնամսի, բայց մենք թռչնամսով ինքնաբավ ենք 24-25%-ով։ Այստեղ շատ մեծ ռեզոն կա տեղական արտադրության զարգացման, հատկապես որ դեռևս մինչև անկախացումը Հայաստանը ունեցել է լուրջ թռչնարտադրություն, թռչնամսի արտադրություն եւ ինքնաբավության շատ ավելի բարձր մակարդակ է ունեցել։ Եվ այստեղ պետական աջակցության ձևերը եւ մեխանիզմները մի քիչ ավելի այլ տեսքի պետք է լինեն։ Այնուամենայնիվ մենք փաստ է նաեւ պետք է արձանագրել, որ թռչնամիսն էլ նույնպես շատ մեծ կախվածություն ունենք ներմուծումից եւ այս առումով խոցելի ենք նաեւ հենց այդ մեծ կախվածության պատճառով։ Որքան որ տարօրինակ է խոզիմիսն էլ նույնպես մենք վերջի տարիներին հատկապես ինքնաբավության բավական ցածր մակարդակ իջնում է, նվազում է ինքնաբավությունը։ Մենք ավանդաբար խոզիմիս շատ սպառող ժողովուրդ ենք
այնուամենայնիվ խոզի մսի արտադրության ծավալների նվազումը չեմ կարող ասել փոխհատուցվում է համարժեք որակի ներմուծված մսով, բայց եւ ներմուծվածի գնային կոմպոնենտը այնպեսին է, գնային գործոնն այնպեսին է, որ տեղական արտադրությունը այստեղ դժվարանում է դիմակայել եւ նաեւ կարողանալ հաղթահարել մրցակցությունը։ Այս պահի դրությամբ 23-24 թվականին մոտ 40%, 45% ներմուծումից կախվածություն ունենք եւ մոտավորապես մի 50-50-ից մի քիչ ավելի վերև բարձր տոկոս ինքնաբավություն խոզի մսից։ Մնացած ապրանքատեսակները, որոնք որ նշեցի, ինքնաբավության ցածր մակարդակ, որ ունենք, ոլոր, սիսր, բրինձը զրո բնականաբար, դրանց մասով ռիսկերը այնքան մեծ չեն, որքան որ այդ ռազմավարական նշանակության ապրանքների եւ այստեղ մենք առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հենց այդ ռազմավարական նշանակության ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացումն է։ Երբ որ նայում ես արդեն պետական քաղաքականության տեսանկյունից, պահանջում է գործոնների մեծ համախումբ լուծումներ, որոնք որ դրանցից մի քանի առանձինների իրականացումը էֆեկտ չի տալու, որովհետև նախորդ պատմությունը, նախորդ ժամանակահատվածը դրա մասին է վկայում։ Այսինքն լուծումները պետք է լինեն միաժամանակ, անընդհատ եւ բոլոր ուղղություններով։ Իսկ ինչ ենք հասկանում բոլոր ուղղություններով, սկսած պետական աջակցության այն դասական ավանդական ձևերից, որոնք որ մինչև հիմա իրականացվել եւ իրականացվում է պետության կողմից, մասնավորապես սերմնացուի ու առելիքի սուբսիդավորում, ամենատարբեր պետական աջակցություն, վերջացրած հողերի կոնսոլիդացիայի եւ այստեղ հավանաբար նաեւ պետությունը պետք է գնա վիրահատական ճանապարհով, վիրահատական միջամտությունների ճանապարհով, ինչի մասին է խոսքը։ Դեռևս 91 թվականին հողի մասնավորեցումից հետո մեր մոտ ձևավորվել է մի իրավիճակ, որը ավանդաբար այդ խնդիրը դեռևս մինչև հիմա չի լուծվում։ Խնդիրը նրանում է, որ ձևավորվել են մասնատված հողի փոքր կտորների սեփականատերեր, որոնց այդ մասնատման արդյունքը դարձել է դրանց չմշակումը։ Եվ Հայաստանի գյուղնշանակության հողերի շատ մեծ տոկոսը ցավալիորեն տոկոսը, որը որ մենք մեզ թույլ տալ պարզապես չենք կարող, չի օգտագործվում։ Չի օգտագործվում, որովհետև փոքր կտորներով հողերը մշակումը նպատակահարմար է, չի օգտագործվում։ Եվ դա իր հերթին բերում է նաև լրացուցիչ խնդիրների, մասնավորապես մեկը նշեմ, փոքր հողակտորներում վնասատուների դեմ պայքարը, եթե հարևան հողակտորի սեփականատերերից մեկը անում է միջոցառումը, մյուսը չի անում, արածի էֆեկտը զրոյանում է, որովհետև կպած հողի վրա այդ վնասատուների դեմ պայքարի միջոցառում չի իրականացվել եւ սա բերելու է անխուսափելիորեն զրո էֆեկտի։ Գումարած, որ տեխնոլոգիական, տեխնիկական հագեցվածությունն է ոլորտի գյուղատնտեսության, պարենի արտադրությունն ապահովող գյուղատնտեսության ոլորտի խիստ ցածր, եղած տեխնիկական միջոցները նախատեսված են մեծ հողակտորների վրա աշխատելու եւ փոքրի վրա աշխատելը եւ մեխանիզացիայի տեսանկյունից եւ հողի սեփականատիրոջ տեսանկյունից հարմար չի, էֆեկտիվ չի եւ այս կոմպլեքս միջոցառումները բերել են նրան, որ մենք ունենք այս պատկերը։ Ինչ պետք է անել, որը պետք է լինի պետության խնդիրը այս իրավիճակում։ Ես կարծում եմ, որ մեր պետության համար առաջնահերթ պետք է գիտակցումը եւ ամրագրումը այն խնդրի, որ մենք գոնե ստրատեգիական նշանակության պարենի ապահովման, ինքնաբավության պետք է անընդհատ բարձր մակարդակի ձգտենք։ Ցորենի, բուսական յուղի, թռչնամսի, սա իհարկե այդ խնդիրը վերջին հատկապես շրջանում փորձ է արվել լուծել եւ գործնականում նաեւ ստացվել է ռազմավարական պաշարների ձևավորման միջոցով, բայց սա կարճաժամկետ լուծում է։ Օրինակ մենք հանրապետությունում մշտապես պետք է ունենանք առնվազն 3 ամսվա ցորենի պաշար։ Այո, ունենք եւ այդ խնդիրը լուծվում է, բայց ժամանակակից ճգնաժամերի բնույթը այնպիսին է, որ դրանք 3 ամսում չեն ավարտվում որպես կանոն։ Ամենալավ օրինակը ուկրաինական պատերազմը բոլոր փորձագետների կանխատեսումներով չէր կարող 4 տարի ձգվել, բայց արդեն 4-րդ տարին է։
Նույն պանդեմիան չէր կարող այդքան երկար ձգվել, այլ բազմաթիվ ճգնաժամեր, որոնք որ եւ իրենց դրանց հակազդման քաղաքականությունների համալիր միջոցառումներ են անհրաժեշտ, օրինակ շատ ես վերևում նշեցի առանձին երկրների փորձը, Պարենի ապահովման շատ հետաքրքիր հաջողված փորձ է Էմիրությունների, Միացյալ Արաբական Էմիրությունների փորձ, որպես սակավահող գյուղատնտեսական նշանակության փոքր հողեր ունեցող երկիր, գյուղ աջակցության գործակալությունը լայն գործառույթներով օժտված մարմին է, որը պատասխանատու է թե Պարենային անվտանգության ռազմավարության մշակման եւ նաեւ իրականացման ու մոնիտորինգի եւ նաեւ հաշվետվությունների։ Այլ երկրների տարածքներում գյուղատնտեսական նշանակության մեծածավալ, մեծ տարածքների վարձակալություն եւ շատ հարմար պայմաններով իրենց սեփական ֆերմերներին վարձով տրամադրելու։ Պետությունը ստանձնել է ամբողջությամբ այդ ծախսերը, այդ ֆերմերների խնդիրն է ապահովել այն երաշխավորված ծավալները արտադրության Պարենի, որը անհրաժեշտ է ինքնաբավության մակարդակի բարձրացման։ Բավական հետաքրքիր հաջողված լուծումներ կան Չինաստանում, օրինակ Չինաստանում երաշխավորված է բրնձի արտադրության համար անհրաժեշտ ինքնաբավության մակարդակի համար անհրաժեշտ ծավալները եւ այդ արտադրության ծավալների պարզապես չեն կարող չարտադրվել, որովհետեւ պետությունը այնքան աջակցություն եւ այնքան օգնություն է տրամադրում այդ արտադրողներին, որ նրանք պարզապես չեն կարող արտադրել։ Մի հաջողված լուծումներ կան, օրինակ Հարավային Կորեայում, այդտեղ պետությունը առանձնացրել է երկու կոմպոնենտ Պարենային այդ ֆերմերների արտադրության՝ պետական աջակցությամբ ինքնաբավություն ապահովող կոմպոնենտ եւ որը դուրս է շուկայական կոնյունկտուրայից եւ շուկայական կոնյունկտուրայի ենթակա արտադրության ծավալներ, որը արդեն պայմանավորում է գին, մրցակցություն, ամենատարբեր շուկայական իրավիճակներ եւ այդ երկրորդ մասը արտադրության ծավալների կարող են անընդհատ տատանվել, մեծանալ, երբ որ գները բարձրանում են, օրինակ իջնել, երբ որ գները իջնում են, բայց այն առաջի կտորը, որը պետք է որ ինքնաբավություն ապահովի, դա երաշխավորված է, ֆիքսված է, այդտեղ պետությունը ենթակառուցվածքներն է ապահովում, մի խոսքով համակարգային միջոցառումների համալիր, որ պետք է բերի օգնի մեզ գոնե ինքնաբավության ավելի բարձր մակարդակի ձգտելու։ Պարզ է, որ Հայաստանը երբեք նույնիսկ սովետական միության տարիներին չի ունեցել ծորենի ինքնաբավության ավելի բարձր 100% մակարդակ։ Այնուամենայնիվ 25 եւ 60%-ի մեջ բավական մեծ ռեզոն է եւ այդ 60%-ը նույնիսկ մեզ շատ ավելի երկար այսպես ինքնաբավ լինելու հնարավորություն կտա, քան թե բնականաբար 25%-ը։ Նույնը վերաբերում է բուսական յուղին, շաքարավազի, մյուս պարենային ապրանքների արտադրությանը, որտեղ անհրաժեշտ են արդեն տեղային իրավիճակային լուծումներ, օրինակ իրավիճակային լուծումներ կարող է լինել շաքարավազի հումքի տոտալ սուբսիդավորումը արտադրողի, որը կբերի որոշակի արտադրության ծավալների, սա կառաջացնի հումքից կախվածության, ներմուծման կախվածության նվազում եւ երաշխավորված տեղական արտադրություն, որի վրա համաշխարհային գների կամ համաշխարհային հումքի գների ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի։ Նույնը վերաբերում է բուսական յուղին, այսինքն այստեղ պետք է որոշակի թիրախային ոլորտների ընտրություն, որտեղ գործոնների եւ քաղաքականության համալիրը պետք է ի վերջո վերջնանպատակին 5 տարի, 10 տարի, 7 տարի հետո հասցնի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Այսպիսի միջոցառումները ունենալու են մուլտիպլիկատիվ շատ մեծ էֆեկտներ, տեղական արտադրության ծավալների աճ, հնայի տնտեսական աճ, զբաղվածություն, արտահանման ծավալների եւ ես ընդամենը մի փաստ նշեմ, որ անկախացումից հետո գյուղարտադրության որևէ պարենային ապրանքի արտադրության մասով առանց հավանաբար վարանելու կարելի ասել, որ մենք չունենք արդյունաբերականացված արտադրության ծավալներ։ Լավագույն դեպքում ձուն, օրինակ մենք ճիշտ է արտադրում ենք, բայց գրեթե այնքան որքան որ մենք ենք սպառում, ներմուծում չունենք։ Թշնամիս արտադրում ենք, ծավալներն ավելացել են մոտավորապես 2 անգամ անկախացումից հետո, բայց մենք դեռևս շատ մեծ կախվածություն ունենք ներմուծումից։ Եվ
Այս գործոնները կբերեն ոչ միայն ինքնաբավության, այլ նաև մենք դրանով հնարավորություն կստանանք արտահանման ծավալներ ապահովել, որը լրացուցիչ բոնուսներ է երկրին, պետությանը, տնտեսությանը։